Վերադարձանք, ինչպես որ խոսք էինք տվել եւ արդեն տաղավարում մենակ չենք։ Որովհետև հյուրընկալել ենք հայ սուպերստար 5 նախագծի, որը 2013 թվականին էր, ես թվականներ եմ հիշում։ Զառա, քանի տարեկան էր այն ժամանակ։ 18-19։ Հիշում ես։ Հա, իհարկե, ես հետևել եմ, մասնակիցներից Արաքսիա Ամիրխանյանն է, ով այս օրերին Հայաստանում է, որտեղ նա իր հիմնական գործունեությունը վերջին շրջանում ծավալում է Միացյալ Նահանգներում, քանի Հայաստանում էր առիթը բաց չթողեցինք եւ նրան որոշեցինք հյուրընկալել։ Բարև ձեզ Արաքսիա։ Հարազատ Շանթում։ Այո, ինչպես եք։ Հարազատ Շանթում։ Հրաշալի։ Դոնալդ Թրամփի հետ համաձայն եք բոլոր հարցերում, թե ոչ։ Այսպես ենք սկսել։ Դե իհարկե, լուրջ հարցեր, ամենից եք եկել, լուրջ ծանոթություն ենք ամենից, որ հարցնենք։ Լավ նախագահ է Դոնալդ Թրամփը։ Ինչ ենք ես կետի։ Ինձ համար քաղաքականությամբ հերո եք շատ։ Հա, Բացարձակ։ Լավ, ինչով եք ապրում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչն է ձեզ հոգեհարազատ, եթե ոչ Դոնալդ Թրամփը։ Դե Յամալը ձեռքը չսեղմեց Դոնալդ Թրամփի, ամենադեպս նա համաձայն։ Ռոմարիոն չսեղմեց, Յամալը։ Արգենտինացին, Յամալը սեղմեց։ Յամալը սեղմեց։ Յամալը գրկեցել։ Հա, ինչեր է դες տպավորվել։ Գիտես, երեխա է դե, ոչինչ լավ։ Յամալին հանգիստ թողենք։ Ինչ կա Ամերիկայում։ Ինչով եք զբաղվում այնտեղ, լավ է, լավ չէ, թե այստեղ ավելի լավ է։ Միանշանակ այստեղ ավելի լավ է։ Վերջին տարիներին այնտեղ եմ ապրում։ Իմ ընտանիքի հետ, այո, երգում եմ։ Ունեմ իմ ստուդիան, տարբեր կորպորատիվներ, միջոցառումներ, համերգներ։ Հայկական համայնքի հետ է կապված, թե օրինակ։ Հայկական համայնքի հետ, հիմնականում այո։ Միջազգային արենա դուր չեք։ Առայժմ ոչ։ Ես հիշում եմ որպես նախագիծը դիտած մարդ, հիշում եմ, որ ժողովրդական երգեր կատարելիս ձեզ հատուկ էին ոգեշնչում, որովհետև նշում էին թե կոմենտներում, թե նաև ժյուրիի կողմից, որ ձեր մոտ առավել լավ, առավել յուրահատուկ, չասենք լավ, ստացվում է հենց ժողովրդական երգերի կատարումը։ Հիմա ինչ ոճի եք կատարում երգերը, արդյոք ժողովրդական երգերը երգացանկում առանձնահատուկ տեղ ունեն, ոնց շարունակեցիք ուղին։ Այո, ճիշտ եք հիշում, Հայ սուպերստար 5 նախագծի փուլերից մեկում երգեցի Շերամի անզուգական երգերից մեկը ու բարդագույն երգերից մեկը, Քեզանից մաս չունիմ երգը, որը ինձ համար դարձավ այցեքարտ ու հենց այդ երգից հետո ինքնաճանաչողություն էլ ինձ մոտ շատացավ, որովհետև մասնագիտական տեսանկյունից, երբ որ սկսեցի արդեն հասկանալ մի բան է սիրել այս ժանրը ու մի բան է զգալ ու երգել, դա ինձ օգնեց հենց նախագծի շրջանակներում ինքնաբացահայտումը ու հենց այդ երգի շնորհիվ։ Այսինքն դուք նախագծի ընթացքում հասկացաք։ Կարելի ասել այդպես հենց այդ երգի միջոցով շնորհիվ, որովհետև մինչև այդ եւ ժողովրդական երգեր չէի երգել բացարձակ ու հենց այդ երգի խորագրով էլ իմ ձայնասկավառակը լույս տեսավ, այսինքն այդ երգը ինձ համար իսկապես դարձավ այցեքարտ ու մեծ հաջողություններ թևավորեց ձեզ։ Այո։ Հիմա նորից ժողովրդական երգերն են ձեր այցեքարտները, թե արդեն ունեք նաև։ Հիմնականում այո, ժողովրդական, ֆոլք, էթնո երգեր, օրինակ Միացյալ Նահանգներում իմ բենդի հետ մի կարելի ասել դա նախագիծ է, որովհետև ամիսներ տևած մշակումներ արվեցին հայկական ժողովրդական երգերի էթնիկ ու ֆյուժն ջազային լուծումներով ու արդեն բավական հայտնի այնտեղ Կատալինա ջազ քլաբում հերթական մենահամերգը այո, ֆանտաստիկ համերգներ է ունենում Այնտեղ եւս իմ մենահամերգները բարբերաբար լինում են ու հենց նման կոնցեպտով ու հայալեզու են ձեր բոլոր երգերը։ Այո։ Անգլերեն, ֆոլքին դեռ չեք կպել։ Հայկական եւ էթնիկ երգեր են, ֆոլք երգեր են։ Ուզում անգլերեն, ամերիկյան ֆոլքին դեռ չեք կպել։ Չէ, պարզապես այդ զգացողությունը ոչ թե իմը չէ, ես նաև ունեմ այդ կրթությունը եւ ջազային էստրադային եւ ժողովրդական, բայց քիչ առաջ հենց դա էի ուզում ասել, երբ որ դու հասկանում ես թե որն է զգում ու զգայական կերպով հասցնում երգածը, այս դեպքում ավելի միանշանակ նախընտրություններ լսարանը հիմնականում ովքեր են հասակները չեն։ Չէ, հայալեզու լսարան են նորից, հայերն են։ Այո,
Այն ժամանակ կար մի կարծրատիպ, որ միայն ժողովրդական երգերը լսում են մեծահասակ Հեռուստաընկերությունը կոտրեց այդ այո, կարծրատիպը։ իսկապես, ես համամիտ եմ։ Ու նաև այս ինտերպրետացիան, որով ներկայանում ենք մեր խմբով, ես միայն ուրախ եմ, որ տեսնում եմ երիտասարդներ, փոքր երեխաներ են գալիս իրենց ծնողների հետ, ինչը ինձ շատ ոգևորում է։ Ձեր ամուսինն էլ է երաժշտության մարդ, այսպես ասած, օգնում է ձեզ, խանգարում է, Զարեն շատ է հետաքրքրում հարցերում։ Որպես կին ձեզ օգնում է ձեր ամուսինը, թե ոչ։ Մենք միասին համատեղ չունենք աշխատանք, հարված, որովհետև ինքը Լազարոն է գործիքավորող, music producer։ Շատ հայտնի։ Այո, երաժշտական պրոդյուսեր, միասին չունենք համատեղ աշխատանքներ։ Ինչու՞ն է խանգարում ձեզ։ Չեմ ուզում խոսել դրա մասին։ Զարա դու ճիշտ եք ասում։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց հա, երևի թե տեղանքային փոփոխությունը, կյանքի նոր փուլը, որը որ մեզ համար այսպես տարիները անցան ու ադապտացիոն ինչ-որ շրջան անցանք, ու մենք զուգահեռ իրար հետ ինչ-որ աշխատանքներ կիսատ թողած ունենք, նոր բաներ, հետաքրքիր, ցավոք ինչ-որ համատեղ բան չունենք արված, բայց եթե այդ կողմից չդիտարկենք, ինքը միանշանակ ինձ մշտապես օգնում է ու իմ կողքին որպես այսպես հենարան։ Իսկ ձեր այս պրոյեկտում երաժշտական որպես օրինակ պրոդյուսեր ինչ-որ խորհուրդներ տալիս է, ասում այստեղ սենց կարելի է անել կամ այստեղ սենց անենք, թե միանշանակ մենք պարբերաբար քննարկում ենք, ես անպայման իր խորհուրդներից օգտվում եմ, բայց հիմնականում կոնկրետ այս նախագծի շրջանակներում արվելա միայն իմ կողմից եւ իմ երկու շատ մտերիմ ընկերների Արթուր Զաքյան եւ Էդուարդ Հարությունյան, դաշնակար եւ հարվածային այսպես լրիվ ազատ եք ձեր որոշումներում։ Իհարկե, ու բայց միասին իր կյանքի փորձը, մասնագիտական փորձը այնպեսին է, որ ես միայն ուրախ եմ, որ ինքը իմ կողքին է ու իր խորհուրդներով աջակցում է, մշտապես։ Հետաքրքիր է ինչ կլիներ, եթե Շանթ հեռուստաընկերության նախագծին չմասնակցեիք, երբևէ մտածել եք այս մասին, կյանքի ուղին ինչ ուղղությամբ կգնար, կընտրեիք երաժշտական, կծանոթանայիք ամուսնու հետ, թե ոչ, Շանթում չեք ծանոթացել, բայց դա օգնել է, թե չէ։ Միացյալ Նահանգներում էլ չենք ծանոթացել, ինքը այլ երկրում էր ապրում, ես այլ այնպես որ Լավ, ինչ փոխեց Շանթը ձեր կյանքում։ Շանթը իմ կյանքում ընդհանրապես նախագիծը, հայ սուպերստար նախագիծը ինձ համար պարզապես բեմ բարձրանալու հնարավորություն չի եղել։ Այն ինձ համար եղել է հենց ինքնաճանաչման, փորձառության, տարբեր ժանրեր փորձելու, դրսևորվելու, փորձ ձեռք բերելու բեմում, ինչպես արտիստ կարող ես լինել, աշխատել մեծ թիմի հետ, աշխատել էկրանների հետ, տեսախցիկների հետ, այդ ամենը շատ մեծ փորձառություն է, որը քեզ հետ տանում ես, որովհետև հենց այդ երգի շնորհիվ էր, որ ձայնասկավառակի ձայնագրությունը եղավ, հյուրախաղեր Միացյալ Նահանգներում, մինչև իմ տեղափոխվելը արդեն որպես բնակության, ես այնտեղ բազմիցս եղել եմ հյուրախաղերի, հետո արդեն հենց նախագծի ճանաչման հիմքում ես ունեցա տարբեր առաջարկներ, Գոհար սիմֆոնիկ նվագախմբի մեներկչուհի եմ եղել, բախտ եմ ունեցել իրանց հետ այդ հեքիաթը վայելելու, շրջագայելու, Բարի պետական անսամբլի հետ որպես մեներկչուհի, տարբեր երկրներում հյուրախաղեր, այսինքն այս ամենը սկիզբ է առել հենց հայ սուպերստար նախագծից ու կարևոր փուլ էր ձեր կյանքում։ Միանշանակ, ու ես շատ ուրախ եմ, որ այդ սիրուն պահը ես իմ կյանքում ապրել եմ հենց Շանթ հեռուստաընկերության հետ։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ամբողջ անձնակազմին, ես որ հիշում եմ ինչ ոգևորությամբ, ինչ սրտացավությամբ, ինչ մեծ ներուժով ամբողջ թիմը հաղորդման նախագծի կայացման համար իր ողջ ռեսուրսը ներդնում էր, այնպես որ այդ ամենը տեսնել ու դրանով շարունակել, այդ ինձ համար մեծ ուրախություն է։ Եվ շատ կարևոր է նշել, որ Արաքսյան չէր հաղթել այդ սուպերստարի ժամանակ, բայց նա հավատաց իր ուժերին, շարունակեց Այո, սեփական ուժերի հանդեպ հավատնել հենց նախագծի շնորհիվ ես ձեռք եմ բերել։ Եվ ես հերթական անգամ ասում եմ, որ անգամ կարևոր չէ, որ դուք հաղթեք, կարևոր է, որ դուք ձեզ գտնեք։ Այո։ Գտնեք եւ այն ամենը, ինչ որ ձեզ տվել է այս նախագիծը, կարողանաք հետո օգտագործել
դա դառնա ձեր գործիքները եւ ձեր զենքը ապագայում։ Բայց ֆենոմենը նրանում է նաև կայանում, ինձ հետ կհամաձայնեք ովքեր մարդիկ, ովքեր հենց ներառված են եղել տարեշարունակ այդ նախագծերում, շատ հեռուստաընկերության հայտնիներ, ովքեր այստեղից հայտնի դարձան, հիմնականում են մարդիկ են, ովքեր չեն հաղթում նախագիծ, այսինքն կյանքում Ну շատ-շատերը, այո, հայտնիներից, այո։ Հաղթողներից մարդկանց կարող են քիշել։ Կոնկրետ Արաքսիայի տարեթվին իհարկե 5-րդ սուպերստարում Սոնա Ռուբինյանը հաղթեց, որը որ էլի դարձավ հայտնի, բայց կան սուպերստարեր, որի հաղթողներին հիմա միգուցե չհիշենք, անգամ անունները չհիշենք, բայց մասնակիցները, եզրափակիչի մասնակիցները, որոնք որ հետո չվախեցան աշխատանքից, չվախեցան դժվարություններից եւ կարողացան ապացուցեն, որ իսկապես եւ աշխատասիրություն եւ համառություն է կոներսում ձևավորում նախագծին մասնակցությունը։ Ինչպիսին է կյանքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչով է տարբերվում։ Բավական բուռն։ Իմ բարակայում զբաղվածությունս հիմնականում իմ ստուդիայի շրջանակներում է ու կյանքիս էլի զգալի մասը հենց ստուդիայում որ զայնագրում եք երգերը, հետո այդ երգերը եկամուտ են ձեզ բերում, թե դա հոբի է, ինչ է։ Ոնց է տեսահոլովակ են դառնում։ Ստուդիան, որի մասին որ խոսում եմ, կոչվում է Pop Art Vocal Studio, որտեղ այո, ես դասավանդում եմ վոկալ երգեցողություն, պրոֆեսիոնալ եւ երեխաներին եւ մեծահասակներին եւ անհատական եւ խմբային։ Ուսուցանվում են նաեւ գիտարի դասընթացներ, բեմական կեցվածք, դերասանի վարպետություն ու այդ ամբողջ ծավալի աշխատանքը մեծ թիմ կա, որի համար անչափ ուրախ եմ ու ես այսօր կարողանում եմ հանգիստ այստեղ լինել, իսկ թիմը այնտեղ աշխատում է, որի հետ միասին երեխաները նորից հայերն են, մեծամասնությունը թե։ Այո, մեծամասնությամբ հայեր են ու հենց օտար երկրում երբ լեզվամտածողությունն այլ է ու դու պետք է իրենց մոտեցնես պետք է, որովհետև ես դա իմ պարտականությունն եմ համարում, որպես հայ ու հենց մշակույթի ներկայացուցիչ, այո, որպեսզի չմոռանան, որպեսզի ավելի շատ հայ մեծանան, հենց օտարության մեջ դա շատ բացակայում է ու լեզվամտածողությամբ տարբեր երեխաների պարագայում դու պետք է մոտեցնես Կոմիտասի երգերին, Սայաթ Նովա, այլ կոմպոզիտորների ստեղծագործություններին հայ ու այդ ամենը շատ աշխատատար ու բավականին լուրջ Եվ լավ գործ է։ Իհարկե, ես միայն բավականություն եմ ստանում ու մենք համագործակցում ենք տարբեր արտիստների հետ այնտեղ, երբ որ գալիս են հյուրախաղերի, նույն Էրիկ Կարապետյան, Գորսու ջան, երեխաները իրենց հետ բեմ են հարթակ են կիսել։ Մենք այդ արտիստներին նաև ինչ վապետած դասեր են տալիս։ Իրենք են հրավիրում մեզ, որպեսզի մենք նաև իրենց համերգին որպես խոր կարողանանք ներկա լինել ու պատմական Dolby թատրոնում ենք եղել, Ալեքս թատրոնում, ուզում եմ նշել Կոմիտասին նվիրված շատ գեղեցիկ ու հրաշալի համերգ ենք ունեցել, որտեղ երեխաները երգել են Չինարես, երգել են Հովարեկ, Զարզնգա, Սոնայար ու դա բազմաձայն։ Այն բալիկները, ովքեր որ այնտեղ մի քիչ այլ է մշակույթ ու նախասիրություններն ու նախընտրությունը, քան այստեղ հենց հայկական մշակույթը թելադրելու պարագայում։ Ու այդ ամենին հասնել ինձ համար հաղթանակ է։ Դե ինչքան լավ է, որ առաջին քայլերը Արաքսյան մեր աչքերի առջև այստեղ սկսել է եւ հիմա շարունակում իր կյանքը եւ մենք հետեւում ենք նրա հաջողություններին եւ ուրախանում ենք եւ կիսում ենք ձեր բոլոր հաջողությունները եւ ուրախությունները։ Հայ Սուպերստար 5-ի եզրափակիչի մասնակից Արաքսիա Ամիրխանյանն էր մեր տաղավարում, հիմա գտնվում է Հայաստանում, եթե փողոցներում տեսնեք կարող եք իր հետ սելֆի անեք, վերցնեք ստորագրություն, որովհետեւ այնպեսի մարդկանց հետ է աշխատել, որ շատ-շատերը կերազեն։ Այս պահին առաջարկում ենք մնալ մեզ հետ, մենք շարունակում ենք ուղիղ եթերը Շանթի եթերում, արջևում դեռ շատ հետաքրքիր բաներ կան։